Ֆրանսիայի մեծ արևելք մասոնական կազմակերպության ղեկավարն է, մեծ վարպետը։ Ոսկեգույն թելիկներով դեկորը նրա հանդերձանքի մի մասն է միայն։ Ամբողջական է դառնում գոգնոց ձեռնոցներով։ Ça, c'est le décor du grand maître. 200 տարուց ավելի է, որ այս կազմակերպության մեծ վարպետները սա կրում են։ Մեր կազմակերպության նոր անդամները տարբեր դեկորներ են կրում, աստիճանակարգի փոփոխության ընթացքում այս դեկորներն էլ են փոխվում։ Դեկորը, որ հիմա դուք տեսնում եք մեծ վարպետի դեկորն է, միայն մեծ վարպետն իրավունք ունի կրել նման դեկոր։ Կազմակերպությունը ոչ միայն Ֆրանսիայում է գործունեություն ծավալում, այլ նաև աշխարհի տարբեր երկրներում։ Սերտ հարաբերություններ ունի նաև Հայաստանի իրենց կազմակերպության անդամ եղբայրների եւ քույրերի հետ։ Նրանք ամեն տարի ավանդաբար ապրիլի 24-ին այցելում են Ծիծեռնակաբերդ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս տարի մի քանի օր ուշացումով բարձրացան Ծիծեռնակաբերդ տեխնիկական խնդիրների պատճառով։ Alors, il y a deux. Իրականում ապրիլի 24-ին Երևանում չլինելու հիմնական պատճառը այն է, որ մեր կազմակերպությունը առաջին անգամ Փարիզում մասնակցեց ապրիլի 24-ի ցեղասպանության հիշատակի արարողություններին, եւ մեր կազմակերպությունը Փարիզում Կոմիտասի արձանի մոտ բոլորի հետ համատեղ մասնակցեց այդ արարողությանը։ Դա էր պատճառը, որ ապրիլի 24-ին չկարողացանք գտնվել Ծիծեռնակաբերդում։ Մեզ համար լավ ավանդույթ է դարձել, որ կարողանանք ապրիլի 24-ին այցելություններ կազմակերպել Հայաստան, որպեսզի մեր համերաշխությունը բերենք եւ դատապարտենք հայոց ցեղասպանությունը։ Մեծ արևելքը ինչ է պատրաստվում անել Հայաստանի համար։ Նիկոլա Պենին այսպես պատասխանեց. իրենք երկու ուղղությամբ առաքելություն ունեն Հայաստանում։ Ծրագրեր են իրականացնում ամենատարբեր ուղղություններով, այդ թվում նաև հումանիտար, առողջապահության ոլորտներում։ Նախատեսվում է մեծ վարպետի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Նաիրի Մուրադյան, Վահան Գուլոյան, ժամը լրատվական։